Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվից միանգամից Երևան են այցելել։ Կառավարական շենքում Փաշինյան ֆոն դեր Լայն հանդիպմանը զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիաներ են։ Ազատություն քաղբանտարկյալներին կարգախոսով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին եվրոպացի պաշտոնյաները Հայաստանին փորձում են մխիթարել ու սատարել եվրոփողերի փոխանցման խոստումներով։ Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, օգնելու, ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազրույցի ընթացքում հունիսի սկզբին։ Եվրոպական հանձնաժողովը նախագիծ է ներկայացրել Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը չունենալով Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր կօգտվի այդ գործիքից։ Այսինքն մեզ հետ առևտրի շուրջ 80%-ն այլևս մաքսատուրքերի ենթակա չի լինի։ Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ հայտարարեց, թե Հայաստանը կարող է հույսը դնել Եվրամիության վրա։ Եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Ռուսաստանի կողմից էներգետիկ հնարավոր ճնշումների դեպքում էլ ըստ ֆոն դեր Լայնի Եվրամիությունը պատրաստ է սատարել Հայաստանին էներգամատակարարման բազմազանեցման հարցում, նաև այն դեպքում, եթե Մոսկվան բարձրացնի գազի սակագինը կամ դադարեցնի կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Հաջորդ շաբաթ փորձագետները Եվրամիությունից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով եւ հարուստ փորձ ենք կուտակել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ բացի տնտեսական երաշխիքներից Եվրամիությունը նախատեսում է խոշոր ներդրումներ անել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրում։ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը լծակների կիրառմամբ կարող է հասցվել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար։ Փաշինյանի խոսքով տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Փաշինյանը ֆոն դեր Լայնի հետ ճեպազրույցում բացառեց 2013-ի իրավիճակի կրկնությունը։ Այն ժամանակ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից եւ որոշեց ԵԱՏՄ ուղղությամբ գնալ։ Ըստ Փաշինյանի նման շրջադարձը այսօր անհնար է։ Առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, սակայն, ըստ Փաշինյանի Հայաստանը երբեք խնդիր չի դրել եւ չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվրոպացի դիվանագետի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ Խաղաղությունն արդեն իսկ այսօր իրականություն է, սակայն այն ամրապնդելու եւ երկարաժամկետ ու կայուն խաղաղության վերածելու համար մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, ձևակերպել է Ալիևը։ Մինչև սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում նոր գումարման խորհրդարանի ճակատագիրն է վճռում լիազորությունների սահմանագծին նստած ազգային ժողովում արտահերթ է։ Իշխանականները ընտրական ցենզի նախագիծն են դա լիճ հասցրել, որ հաջորդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդած 2 տարուց առնվազն մեկի ընթացքում Հայաստանում են եղել։ Ու թեպետ ազգային ժողովի նախագահը դեռ հարցի քննարկման մեկնարկը չի տվել, ընդդիմությունը բացել է թեման։ Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հապշտապ, առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի թեր եւ դեմ կարծիքները լսելու։ Ընտրական туриզմը սահմանափակող նախագիծը ըստ ընդդիմության հանրային պահանջ չի ունեցել, ինչն իբրև հիմնավորում ներկայացնում են ԿՊԱ-ականները։ Այստեղ իշխանությունը հակադարձում է, ընդդիմադիրները հանրային պահանջի մասին չեն տեղեկացրել, որովհետև չեն լսել հանրությանը։
Եվ այո, նախագիծը պետքա քննարկվի։ Հա, հարցում եք ինչ որտեղ քննարկենք, որտեղ քննարկենք, հես եկել ազգային ժողով, եկեք քննարկեք։ Քննարկումն ըստ էության Սփյուռքը բավականին վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, սա ըստ նախագծի հեղինակներից ԿՊԱ-կան Ալխազ Ղազարյանի։ Պատգամավորն ասում է, հատկապես մեր դեպքում մեծ Սփյուռք ունենք։ Մարդիկ փաստացի չապրելով Հայաստանի Հանրապետությունում կարող են որոշել իմ, ձեր ու մեր երեխաների ապագան։ Եթե ես եմ ընտրում իշխանությունը եւ կրում եմ դրա հետևանքները, հետեւաբար ես պետք է ընտրեմ իմ իշխանությունը եւ վերահսկողություն ինչ որտեղ էլ իրականացնեմ իշխանության բոլոր գործընթացների վերաբերյալ։ ԿՊԱ-կան պատգամավորները հղում այն անում միջազգային փորձին Դանիա, Իռլանդիա, Կիպրոս, այս երկրներում եւս ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար չափորոշիչներ կան, որոնց համապատասխանել է պետք։ Ընդդիմադիրները հարցնում են, իսկ ինչու իշխանությունը հաշվի չի առել Մեծ Բրիտանիայի օրինակը, որն էլ վերջերս չեղարկեց ազգային օրենսդրության այդ սահմանափակումը։ Շատ մեծ հարց է Ռուսաստանից այստեղ ժամանածները իրականում ում օգտին են քվեարկել։ Շատ մեծ հարց է։ Մեծ հարցի պատասխանը, ինչպես ձևակերպում է ընդդիմադիր պատգամավորը, իշխանականները գիտեն, խորհրդարանական վերջին ընտրություններին Ռուսաստանից եկել էին հենց ԿՊ-ին ձայն տալու համար։ Անձամբ ես շատերին գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել են հատուկ մեզ քվեարկելու։ Ընդդիմությանը համոզել իշխանությունը չի հաջողում։ Հդալիճում իրավական տեխնիկական խնդիրները դեռ չեն պարզվել։ Կենտրոնական ամբիոնից նոր թեզ է շրջանառում ընդդիմադիր պատգամավորը։ Սա ներքաղաքական հարցերը լուծելու նախագիծ է արտաքին ուժերին բավարարելու համար։ Աղվան Վարդանյանի ձևակերպմամբ։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը։ Հրատապ կարգով 24-ժամյա ռեժիմում քննարկել քվեարկելու սկզբունքով ԿՊԱ-ականները ուզում են նաև պատգամավորական երթման տեքստը փոխել, որ 9-րդ գումարման ազգային ժողով գան ու պարտականությունները ստանձնեն ոչ թե հանուն համազգային նպատակների իրականացման, այլ Հայաստանի հարատեվության, ինքնիշխանության ու հզորացման համար։ Հայաստանում կայացած հերթական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ բողոքների քննարկումը Սահմանադրական դատարանը ավարտեց, վճիռը կլսենք հուլիսի 4-ին։ Մինչև այդ բազմաթիվ հարցեր կային Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, վերջինս ասել է կխոսի Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի եւ կտեսնենք ում փաստարկներն են ճիշտ, ում սխալ։ Մի այսպիսի հարց, պարոն Հովակիմյան, այդ ընտրատեղամասերի քաղաքացիները, որոնք ընտրել են, իրենց ձայները իմաստացվում է, որ հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձեր հարցը տրամաբանական է եւ ձեր հարցին մնացած բոլոր հարցերին Սահմանադրական դատարանում տրվել է շատ տրամաբանական պատասխաններ եւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր մենք կասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխաններ ճիշտ, թե դիմումատուի դիմումը։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրերի վերաբերյալ հարցը, այն համեմատել մոլդովական ընտրարշավի հետ ու ասել, թե Սփյուռքը այս կերպ դուրս կմնա գործընթացներից։ Ինչպես ակնհայտ է, օրենքն ընդհանուր առմամբ կոչված է պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքը, իսկ այս դեպքում ստացվում է կարծես թե հակառակը։ Հայկական անձնագիր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, այսինքն մասնավորապես ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը, ակամայից հիշվում է 2025 թվականի Մոլդովայի ընտրարշավը։ Այն ժամանակ, եթե հիշում եք, Սանդուի վարչակարգը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի պարագայում նույնպես այդպես է ստացվում։ Սփյուռքը մեկուսացված կմնա իր երկրի ու իր ժողովրդի հասարակական քաղաքական կյանքից, ասել է Զախարովան։ Ռուսաստան առանց վիզայի ռեժիմով մուտք գործող օտարերկրացիների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել նոր կարգավորում։ Ուղևորությունից առաջ անհրաժեշտ է ներբեռնել պաշտոնական հավելված եւ նախապես լրացնել համապատասխան հայտը։ Փորձագետների խոսքով հավելվածի միջոցով ձևավորվող թվային պրոֆիլը կարող է օգտագործվել նաեւ միգրացիոն իրավախախտումների պատմությունը վերահսկելու նպատակով։ Նրանք նաեւ հիշեցնում են, որ Բեռնայև ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար հավելվածում գրանցվելու դեպքում Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կկազմի տարեկան 180 օր։ Հայաստանի քաղաքացիների համար հիմնական փոփոխությունն այն է, որ նրանք նախապես կկարողանան տեղեկանալ, արդյոք իրենց նկատմամբ գործում է Ռուսաստանի մուտքի արգելք, թե ոչ։
Անկամ եթե RUID-ով մարդը ստանա QR կոդ եւ հասնի սահմանին, ու սահմանապահը տվյալ պահին ունենա որոշակի կասկած, որ այդ անձը կարող է այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար սպառնալիք հանդիսան, օրինակ իսկ հեռախոսը պահանջի, ստուգի եւ տեսնի, որ ինքը հավանել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա հարձակվող դրոնների ինչ-որ տեսանյութ։ Դա բավական է, որ անգամ QR կոդի արկայության պարագայում մարդուն դրվի անժամկետ մուտքի առջև եւ նա վերադարձվի Հայաստանի Հանրապետություն։ Իրենք ունեն այդ իրավունքը ոչ միայն սահմանին, նաեւ ՌԴ տարածքում։ Հուլիսի 6-ից նախատեսվում է հնարավորություն, որ որոշ քաղաքացիներ կարողանան վերականգնել վարորդական իրավունքը առանց կրկին քննություն հանձնելու։ Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր նախկինում ունեցել են վարորդական իրավունք, բայց տարբեր պատճառներով այն կորցրել կամ կասեցրել են։ Վերականգնումը կլինի վճարովի հիմունքով մոտ 50,000 դրամ պետական վճարով եւ կանցկացվի պարզեցված վարչական կարգով, առանց տեսական եւ գործնական քննությունների։ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ շարունակում են կիրառել պեստիցիդներ, որոնք արդեն արգելված են կամ խիստ սահմանափակված են զարգացած երկրներում։ Գիտականորեն ապացուցված է, որ տվյալ նյութը հանգեցնում է նյարդաբանական զարգացման խանգարումների, հատկապես երեխաների մոտ։ Արգելված է Եվրոպայի բոլոր երկրներում՝ Արգենտինայում, Կանադայում, Վիետնամում։ Հայաստանի Հանրապետությունը ներկրվում հիմնականում Չինաստանից։ ՔՊԱ-ական պատգամավորները առաջարկում են ընդունել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում կառավարությունն իր լիազորության շրջանակներում օպերատիվ կերպով կմշակի պեստիցիդների արգելման կարգը։ Մեր պետությունը արգելում է միայն այն պեստիցիդները, որոնք որ արգելվում ներառում են Ռոտերդամի կոնվենցիայով արգելված պեստիցիդների ցանկում։ Մինչդեռ հատկապես ներկայումս, երբ մենք արտահանման դիվերսիֆիկացիայի լրջագույն խնդիր ունենք եւ նպատակներից մեկը եվրոպական շուկայում մեր գյուղմթերքի վաճառքի հնարավորությունն է, պետք է դիտարկենք այն ռիսկերը, որոնք առկա կլինեն, եթե մենք չարգելենք Հայաստանում պեստիցիդների այն տեսակները, որոնք որ խստիվ արգելված են Եվրոպական միության տարածքում։ Ապրանքների QR կոդերով դրոշմավորման համակարգը Հայաստանի գործարար շրջանակների դժգոհության շարժառիթ է դարձել։ Գործարար աշխարհի ներկայացուցիչների կարծիքով սա քաղաքացիների ուսերին դրված հերթական ֆինանսական բեռն է։ Կատնամթերքից, մսամթերքից մինչև վառելիք ու դեղորայք։ Արթնանում ես ու տեսնում առաջնային սպառման ապրանքները թանկացել են։ Տնտեսվարողների կողմից յուրաքանչյուր QR կոդի համար վճարվում է 2.5 դրամ։ Մասնագետների խոսքով սա ապրանքների ինքնարժեքը բարձրացնում է 5-ից 7%-ով, քանի որ տնտեսվարողները վճարում են գումար QR-ները տպելու համար, այսինքն կրկնակի ծախս են կատարում, դրա համար էլ ապրանքը թանկանում է։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթ կհարուցվի։ Հայտարարված հրադադարից հետո անգամ Իսրայելը չի դադարում ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված Հեզբոլլահի օբյեկտներին։ Հերթական ռմբակոծության տակ է հայտնվել Տյուրոս քաղաքը, որի բնակելի թաղամասերից մեկում առնվազն 60 մարդ է զոհվել։ Իսրայելի ավիահարվածներից լիովին ավերվել է 24 բազմահարկ շենք։ Իրանի փոխարտգործնախարարը քննադատել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Բահրեյնում կայացած երկխոսությունը, որի մասնակիցները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Հորմուզը գտնվում է Իրանի ոչ թե Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության վերահսկողության ներքո, գրել է պաշտոնյան X սոցիալական ցանցում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին բողոք է հղել միջազգային կազմակերպության Իսրայելի կողմից երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին սպանելու վերջին սպառնալիքի կապակցությամբ այն անվանելով պետական ահաբեկություն։ Նամակում Իրավանին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի սպառնալիքը որակել է որպես պետական ահաբեկության միտումնավոր եւ համակարգված քաղաքականության մաս, որը թիրախավորում է Իրանի կառավարության պաշտոնյաներին։ Ցավոք անվտանգության խորհրդի կողմից ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունները չկատարելը ամրապնդել է անպատժելիության մթնոլորտը եւ Իսրայելի ռեժիմին ավելի անամոթ դարձրել, ինչը շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում եւ լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2300-ի, աղետի գոտում շուրջ 50,000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Որոնողափրկարարական աշխատանքները թեև շարունակվում են, բայց փլատակներում ողջ մնացածներին գտնելու հավանականությունը չափազանց փոքր է։ Երկրում հայտարարվել է 7-օրյա ազգային սուգ։
Թուրքիայում շարունակում են հրդեհներ մոլեգնել, այս անգամ կրակը հասել է Վիրանբաղի Լողափնիա հանգստավայրին, ուժեղ քամու պատճառով այն արագ տարածվել է հարակից, անտառում հրշեջները տարհանել են վտանգավոր գոտում հայտնված մարդկանց, 4 մարդ հոսպիտալացվել է։ Երեխաներին առաջին դասարան գրանցել ոչ բոլորին է հաջողվել։ Աբովյան քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցի մոտ հավաքված ծնողները նշել են, որ 100-ից ավելի բնակիչ այդպես էլ չի կարողացել երեխային գրանցել։ Տրամադրված էլեկտրոնային հասցեն 1 ժամ էլ չի աշխատել։ Ժամինի Ընդհանրապես չի աշխատել ծրագիրը, մուտք են գործել 10:30 ու ապրում ենք 150 մետր հեռավորության վրա, չեն կարողացել երեխուն գրանցել։ Հիմա երեխուն գրանցել եմ այն շենքը, տեսնում եք, այն նորակառուցի, հետևը մի հատ դպրոցը, դրանից հետո փողոցը, նոր մի հատ դպրոցը, այդ մի դպրոցը կարողացել եմ երեխուն գրանցել։ Նես չի, որ մենք տարբերություն ենք դնում, բայց այդ ինչ անառողջ համակարգ են մտցրել, որ չեն կարացել մարդիկ երեխեքին գրանցեն։ Գոնե տան առաջնությունը, մոտիկ ապրողի ինչ որ մի տարբերակ գտնեն երեխաները սովորելու։ 6 տարեկանին 5-6 կանգառ հիմա ուր տանենք։ Կարամ ասեմ 100 մետր հեռավորություն։ Դիմացի շենքը իմ տունն է։ 10 ժամին որքանով է գեղեցիկ, ես իմ երեխու ձեռը բռնած, հեռուներն եմ տանում, թե որպեսի ինչ։ Ասեմ չեմ կարողացել կամ ուշացել եմ կամ չեն կարողանում օնլայնով օգտվել։ Ծնողները մարզպետարան են դիմել, այնտեղից իրենց հայտնել են, որ խնդիրը ԿԳՄՍ-ն պետք է կարգավորի։ Նախարարություն են դիմել, նախարարին էլ, բայց սա էլ տեղից չի շարժվել։ Ժամ 3-3.5 ժամ։ 2 ժամ չի բաց։ Այո, չի բացել։ Հնարավոր չի, որ գոնե 3 պետք է տանենք ուսինի, մարզերին է մի օր, ամբողջ Հայաստանի մի օր ա եղել, այդ ծրագիրը ինչ անի, միգուցե այդ ծրագիրն է խախտվել, չգիտեմ, բայց դրա պատճառով երեխեն հարյուրավոր ծնողներ տուժեն։ Պահանջը այն է, որ մոտակա փողոցների բալիկները, ովքեր մոտ են դպրոցին, ընդունվեն դպրոցին։ Գնակվում ենք այդ բոլորն են մոտակա տարածքից են, մեկը աչի շենքից է, մյուսը ձավից, բայց բոլորը նույն փողոցից են, մարդկանց բալիկները, որ չեն կարողացել ընդունվել դպրոց ծրագրի պատճառով։ Այսինքն ծրագրում առաջնահերթություն չի եղել, որ մոտիկ ապրող երեխան հայտնվի դպրոց։ Քաղաքացիները օպերատիվ լուծում են պահանջում, երեխաներին գրանցել է պետք։ Հակառակ դեպքում ասում են բողոքի ակցիաներ են անցկացնելու, մինչև իրենց ձայնը լսելի դառնա։